Իսրայելի արտգործնախարարությունը հայտնել է իրանական ռազմական տեխնիկաների ոչնչացման մասին, որոնք օգտագործվում են Իսրայելի ուղղությամբ հրթիռներ արձակելու համար։ Միաժամանակ Թեհրանի կենտրոնում 3000 պայթյուն է գրանցվել, իսկ Թավրիզում հարձակումներ են իրականացվել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին եւ հետախուզական ծառայություններին պատկանող շենքերի վրա։ Իրանը եւս հարվածներ է հասցրել Իսրայելին, թիրախավորելով Հայֆա նավահանգստային քաղաքը։ Իրանի տվյալներով Խորեմշեհր 4 հրթիռները հարվածել են Թել Ավիվին եւ Հայֆային, իսկ հարվածներից հետո Թել Ավիվի որոշ հատվածներում էլեկտրականությունն ընդհատվել է։ Իրանական կողմը հայտարարել է նաև Իսրայելի վրա խոշորագույն հարձակման մասին, նշելով, որ դա տարածաշրջանում հակամարտության սկսվելուց ի վեր ամենախոշոր գործողություններից մեկն է։ Հարվածների թիրախ են դարձել նաև Սաուդյան Արաբիան, Բահրեյնը, Կատարը, Իրաքյան Քրդստանը եւ Արաբական Միացյալ Էմիրությունները։ Լիբանանում եւս ռազմական գործողություններ են ընթանում։ Թեհրանի, Թավրիզի եւ այլ բնակավայրերի վրա հարձակման հետևանքով իրանական տվյալներով տուժել է ավելի քան 15000 մարդ։ Հրթիռակոծության հետևանքով վնասվել է Ռուսաստանի հյուպատոսության շենքը Սպահանում։ Միացյալ Նահանգների նախագահը նախազգուշացրել է, որ եթե Իրանը Հորմուզի նեղուցից անմիջապես չհեռացնի տեղադրված ականները, ապա Թեհրանի համար ռազմական հետևանքներն աննախադեպ կլինեն։ Միաժամանակ ամերիկյան հետախուզությունը նշում է, որ Իրանը կարող է ծովային ականապատում իրականացնել նավագնացության երթուղիների երկայնքով։ Ռազմական գործողությունը կավարտվի, երբ նախագահը որոշի, որ հասել են նպատակներին եւ Իրանը հանձնվել է, անկախ նրանից, թե նրանք դա ասում են, թե ոչ։ Միացյալ Նահանգներում նաև չեն բացառում Իրանում ցամաքային գործողության հնարավորությունը։ Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին էլ հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը կարող է կամ դառնալ հնարավորությունների նեղուց բոլորի համար, կամ էլ վերածվել պարտության նեղուցի նրանց համար, որոնք պատերազմ են հրահրում։ Թեհրանը նաև զգուշացրել է, որ հակամարտության սրման դեպքում տարածաշրջանից հնարավոր է ընդհանրապես դադարեցվի նավթի արտահանումը։ Միևնույն ժամանակ դիվանագիտական շփումները շարունակվում են։ Ռուսաստան նախագահ Վլադիմիր Պուտինը մեկ շաբաթվա ընթացքում երկրորդ հեռախոսազրույցն է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեսեշքյանի հետ, քննարկելով տարածաշրջանում ստեղծված իրավիճակը։ Իրանը հայտարարել է, որ պատրաստ է վերականգնել բանակցությունները Միացյալ Նահանգների հետ, սակայն ներկայացրել է 3 հիմնական պայման՝ անվտանգության երաշխիքներ Իրանին դեմ նոր հարձակումների բացառման վերաբերյալ, փոխհատուցումների վճարում եւ Իրանի իրավունքների ճանաչում, իր միջուկային օբյեկտներ ու միջուկային վառելիքի ամբողջական ցիկլը ինքնուրույն իրականացնելու համար։ Այս ֆոնին Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ երկիրը միլիարդավոր դոլարներ կհատկացնի հատուկ ռազմական բյուջեին Իրանի դեմ գործողությունների շարունակման համար։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։